Պարոն Սեֆիրյան, ես հարց ունեմ եկեղեցու վերաբերյալ, ինչու Արամ առաջինը ծանրակշիռ աջակցություն չի ցուցաբերում հայ առաքելական եկեղեցուն, ձեր կարծիքով։ Բայց կարծում եմ այդ այնպես չէ որ նա աջակցողի թերում չի եղել, այսինքն հավանաբար շատ մանրամասն չեն հետևում Անտիլիասի բոլոր հայտարարություններին, կամ եթե շատեր հետևում են եւ այդ եղածը շատեր կարող են վստահաբար բավարար չհամարել, որը համաձայն եմ, ավելին կարող են անել, բայց վստահաբար կարող ենք ասել, որ Անտիլիասը թեմ է այսօրվա այս ամբողջ տեղի ունեցածին, այսինքն գործող իշխանությունների ապօրինություններին, գործող իշխանությունների թուրքական կողմի բադվերը կատարելուն, եկեղեցին մասնադելու ուղղությամբ հարցակումներ, ոտնձգություններ կատարելուն, այս ամեն ինչի մասին Արամ առաջինը բազմաթիվ, 2 չէ, 4 չէ, 5 չէ, 10 չէ, այս մեկ տարվա ընթացքում արտահայտվել է, բայց անշուշտ շատերը կակնկալեն շատ ավելի կորզնական քայլեր, ես նույնպես կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ինչ արած հիմա այսպեսին է։ Դժվար ժամանակներ են եւ այստեղ իրոք շատ կարեւոր էր Արամ առաջինի եւ այլ հեղինակություն ունեցող մարդկանց ընդգծված քաղաքական քայլեր ձեռնարկելու, այսինքն մենք հասկանում ենք եկեղեցին մեր հայկական կյանքեն ներս ունի իր ուրույն ուղին, այո, քաղաքական գազམ་ագերբությունները եւ այսօրվա պետությունը, որը ես կասեի չի պետությունը, ունի իր ուրույն ուղին, անշուշտ ժամանակները մանավանդ ճգնաժամային ժամանակներում այդ ուղիները հատվում են, այսինքն այնպես չէ որ անհրաժեշտության կարիք չի լինում եկեղեցին հասնի օգնության քաղաքական դասին կամ քաղաքական դասը, որ ցավոք կարող ենք ասել այսօր մեծամասամբ գոյություն չունի, հասնի օգնության եկեղեցու ճգնաժամին, այնպես չէ որ այդպես պետք չէ լինի, ես կարծում եմ այդպես պետք է լինի եւ այսօր մինչ եկեղեցու վրա հարձակումը արդեն երկար տարիներ մենք քաղաքական ճգնաժամի մեջ է եղել մեր երկիրը, ցավոք եկեղեցին իր հեղինակությունը չի օգտագործել եւ չի միջամտել ճիշտ ձևով, որ այդ ճգնաժամից դուրս գանք, մենք անշուշտ նկատեցինք դա 2 տարի առաջ Բագրատ Սրբազանի ակտիվացումը որոշ փորձեր, բայց կես քայլ էր, մեկ քայլ չէր, կես քայլ, հետո 2 քայլ հետ եւ բադահական չէ որ մենք այդ օրերին աջակցել ենք, որովհետեւ շատ լավ հասկացել ենք, որ եթե քայլերը շարունակվեն, այդ համախմբումը տեղի է ունենալու եւ մենք ցերպազատվելու ենք այս աբորինի թուրքամետ իշխանություններից եւ վստահաբար շատ ավելի լավ վիճակում կլինենք այսօր։ Ցավոք, ինչպես ասենք, եկեղեցին հետ քայլ արեց, այսինքն դարբեր ձևերով խանգարեցին, հիմա կարևոր չէ։ Վերադառնանք այժմյան վիճակին եւ Արամ առաջինի վերաբերի խոսքը եւ Էջմիածնի կաթողիկոսին երկուսն էլ իմ կարծիքով պետք է խնդիր տնեն օգնության հասնելու քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզ իրենք պետք է այսպես ասած հորդորեն քաղաքական ուժերին աջակցեն, մերթ հուշեն, ինչպիսին պետք է լինի ճանապարհային քարտեզը քաղաքական ճգնաժամից դուրս գալու։ Ես կարծում եմ, որ այս սպասելիքը միայն իմ կողմից չէ, շատ հայ ժողովրդի, ես կասեի, մեծ շերտը սպասում է երկու կաթողիկոսների քաղաքական ակտիվությանը, ինչ է նշանակում
պիտի ականադես լինենք ինչպես է գործանվում մեր երկիրը, ինչպես կա, չի կարելի, չէ։ Եվ ես վստահ եմ, որ կաթողիկոսները իրենց հոգու խորքում այո շատ ողբերգական բահեր են ապրում եւ ցանկությունին շատ մեծ է փոփոխության, բայց պետք է իրենք գիտակցեն, որ խոսքից պետք է գործի անցնեն։